Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդաշրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լույսի Քոչարյանը, նշեմ, որ տարբերակներով մեզ կարող եք հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը եւ տեսնելու եւ լսելու հնարավորություններով, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ հրավիրում եմ իհարկե Facebook-յան հարթակ Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ կարող եք միանալ մեր live stream-ին Ընդ որում մեկնաբանությունները բաց են, կարող եք թողնել հարցեր, դիտարկումներ, կարծիքներ, ես դրանցից կարևորները կուղեմ մեր այսօրվա հյուրին ներկայացնեմ, թե ում հետ ենք զրուցելու։ Անոթային վիրաբույժ Էդուարդ Աղյան, ողջույն բժիշկ։ Ողջույն։ Շնորհակալություն, վաղուց չեք եկել, ուրախ ենք ձեզ տեսնել կրկին եւ այսօր խոսելու ենք ամենավտանգավոր եւ ամենատարածված անոթային խնդիրների մասին, իհարկե հաղորդումը հարցազրույցը սկսելու ենք ավելի ընդհանուր թեմայից, թե ինչպես են դրսևորվում կամ ինչպես են թաքնվում անոթային խնդիրները մարդու օրգանիզմում եւ արդյոք դուք գոհ եք մարդկանց մեր համակարգացիների տեղեկացվածությունից այս ամենի վերաբերյալ։ Ձեր անձնական կարծիքը իհարկե մենք խոսում ենք հիմա ձեզ հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ նորից կրկին գտնվել այս ստուդիայում։ Առհասարակ անոթային խնդիրները ամենատարածված խնդիրներից են եւ կարծում եմ շատ ավելի կարիք ունեն ինֆորմացիա տնելու հասարակության կողմից այս խնդիրները կան որովհետեւ անոթային խնդիրները ոչ միշտ են ակնհայտ սիմպտոմներով դրսևորվում։ Կան անոթային խնդիրներ, որոնք շատ լուրջ կարող լինեն եւ ընդհանրապես ասիմպտոմ լինեն, այսինքն լուր ընթանան, միջև որ հասնենք կատաստրոֆի, վտանգավոր խնդիրների եւ այդ իմաստով հասարակությունը պետք է շատ ավելի տեղեկացված լինի այս խնդիրների մասին, ռիսկի գործոնների մասին, դրանց վաղ հայտնաբերվելու հավանականության մասին եւ այլն։ Կարող ենք արդյոք պնդել, որ անոթային խնդիրները այն դանդաղ, ոչ ագրեսիվ ընթացողներից են, թե սա էլ մոլորություն է։ Հաճախ ասում են, որ գիտեք, տարիների 10 տարուց ավել կարող են ընթանալ եւ առանձնապես չվնասել, ու այստեղ կատեգորիկ մոտեցում օրինակ պետք չի։ Իհարկե, այսինքն շատ անոթային խնդիրներ դրանք քրոնիկ հիվանդություններ են եւ բավականին դանդաղ պրոգրեսիայով եւ շատ կարեւոր է ունենալ գրագետ մոտեցում այդ խնդիրների նկատմամբ, այսինքն միշտ չի որ մենք որ խնդիրը հայտնաբերում ենք, անմիջապես կարիք ունեն դրանք շտկելու։ Մեր շատ խնդիրներ դրանք կարիք ունեն գրագետ վարվելու տարիներ շարունակ եւ միջամտվելու միայն այն դեպքում, երբ որ դրանցից հնարավոր ռիսկերը շատ ավելի շատ են, քան մեր միջամտական ռիսկերը, այսինքն սպասվելիք օգուտը մեր միջամտություններից շատ ավելի է, քան այն ռիսկերը, որ պացիենտը կրում է առանց միջամտելու։ Կարող եք նշել տարիքային եւ սեռային ինչ-որ հատկանիշներ, որոնք ռիսկի տակ են։ Դե շատերը կարծում են, որ անոթային խնդիրները դա ավելի տարեցների։ Այո, մտածում են 40-ից հետո։ Այո, մեծ մաս դեպքում տենց էլ կա, բայց կան շատ խնդիրներ, որը կարող են ավելի շատ հետսար տարիքում դրսևորվել։ Թարապես անոթները մեր օրգանիզմի լոգիստիկ համակարգն են, այսինքն քարտեզը, տրանսպորտային համակարգն է, այո, որով մեր հյուսվածքները ստանում են արյուն զարկերակների միջոցով եւ երակներով այդ արյունը վերադառնում է դեպի սիրտ։ Եվ շատ բազմազան են, այսինքն մենք աշխատում ենք ամբողջ օրգանիզմի տարբեր հատվածներում, դրանով շատ հետաքրքիր է անշուշտ անոթային վիրաբուժությունը։ Մի անատոմիական հարց տամ, հիմա կարծում եմ ոչ բոլորը կհիշեն դասագրքերը եւ այսպես զուտ անատոմիական ինֆորմացիան։ Մենք ինչ տեսակի եւ քանի տեսակի անոթներ ունենք ու որոնք են ամենահաճախը խնդիր ունենում, որոնք են ավելի քիչ վտանգավոր, կարող եք մի փոքր պատմել։ Okay, մենք հիմնականում զարկերակներն են, որ մատակարարում են արյունով մեր բոլոր հյուսվածքները։ Այո, դրանք սրտից դուրս եկող պաստոն աորտան եւ իր ճյուղերով, սնում են օրգանիզմներ, եւ երակներով այդ արյունը հավաքվում է եւ վերադառնում է դեպի սիրտ։
Մենք ավելի շատ ծանոթ ենք երակային խնդիրներին, որոնց ամենատարածվածը վարիկոզ երակներն են, որ գտե բոլորը գիտեն դրանց մասին եւ դրանք ավելի ակնհայտ խնդիրներ եւ նաեւ ամենատարածված անոթային խնդիրներն են, հավանաբար դրա պատճառով եւ դրանք ավելի քիչ վտանգավոր խնդիրներ են անոթային։ Զարկերակների խնդիրները դրանք ավելի լուրջ են, ավելի սպառնացող են, եւ դրանց մի մասը կարող են շատ ուշ հայտնաբերվել ասիմպտոմ լինելու պատճառով դարձյալ։ Մի այսպիսի հարց էլ, որ շատ են հնչեցնում, հիմա դուք կասեք ճիշտ է թե ոչ, ասում են, որ ամենավատը ազդում է օրգանիզմի հորմոնալ վիճակը անոթների վրա։ Եթե ունես ռիսկի գործոններ։ Հա, որպես ռիսկի գործոն, որպես ամենաշատ ազդող գործոն, ճիշտ է, թե մենք սխալ ենք պատկերացնում։ Այդքան էլ չէ։ Ընդհանրապես սիրտանոթային ռիսկի գործոնները ընդունված է ամենաբարդ, ամենալուրջ ռիսկի գործոնը ծխելն է։ Բարձրազարկերակ, այսինքն բոլոր կարդիովասկուլար ռիսկի դա ծխելը, բարձրազարկերակային ճնշումը, շաքարային դիաբետը, տարիքը, սերը արդեն ոչ մոդիֆիկացվող որպես գործոններ։ Սերից խոսեցիք, ճիշտ է, որ կանայք ավելի հակված են ունենալու անոթային խնդիրներ ամբողջ կյանքի եւ հատկապես հորմոնալ այդ կրիզիսների ժամանակ։ Չէ, եթե նայենք դարձյալ մեր անոթային խնդիրները շատ բազմազան են այնտեղ։ Ինչ լավ է, հերքում հերթով։ Ընդհանուր, որտեղ շատ տարբեր են զարկերակային եւ երակային խնդիրները կորցնալ տարբերվում են իրարից, հա, զարկերակային խնդիրները դրանք ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ զգալի մեծ տարբերությամբ, որովայնային աորտայի անևրիզմաները դարձյալ ամենամեծ խնդիրներից մեկը մեր, որ դարձյալ շատ հանդիպում է տղամարդկանց մոտ փոխհարաբերություն ի տարբերություն կանանց, այսինքն 9-1-ի փոխհարաբերությամբ չտես մի բան։ Իսկ կանանց մոտ ուժեղի տարիքային խմբերում ավելի շատ կարող ենք տեսնել վարիկոզ երակները, չնայած որ մեծ հետազոտություններով որ նայում ենք, գրեթե հավասարվում են կանանց եւ տղամարդկանց հիվանդացելությունը։ Ինչ գործիքակազմ ունեք դուք հետազոտելու համար անոթները, այս տարբեր տեսակի անոթները, որոնք են ամենահաճախը կիրառվում, մի փոքր այս մասին խոսենք։ Մարդիկ շատ են սիրում այդ հետազոտվելու վերաբերյալ ինֆորմացիան, դուք էլ եթերից առաջ ասացիք, որ մի քիչ ավելի շատ քան պետք է։ Այո, մեր կարծում եմ սպეციფიკան է, որ մենք ավելի շատ սիրում ենք գործիքային հետազոտություններ եւ ավելի վստահում ենք դրանց, քան որակյալ գրագետ խորհրդատվությանը բժշկի կողմից։ Ինչու՞։ Տեսանելի է եւ առարկայական է դրա համար։ Հա, երևի ավելի փոքր-ինչ օբյեկտիվություն ունի ավելի եւ հնարավոր է պատմականորեկած սովորույթային եւ հավանաբար եղել է ժամանակ, որ շատ լավ դրված չի եղել խորհրդատվական process-ները, ալգորիթմները, եւ մարդիկ ավելի շատ տարակարծիք են եղել, երբ որ մտել են տարբեր բժիշկների մոտ եւ այդ դատավորի գործիքը եղել է հենց այդ գործիքային հետազոտությունները։ Բայց ես միշտ առաջարկում եմ սկսել որակյալ խորհրդատվությունից, որի ժամանակ արդեն բարձ է դառնում արդյոք կա խնդիր թե չկա կամ կոնե ենթադրվում է որ խնդրի արկայությունը, որից հետո ուրեմն մշակվում է հետազոտման պլանը եւ դրանից հետո արդեն հետագա մենեջմենտը վարում է։ Որքան կարող է տևել միջին խորհրդատվությունը, այ որ դուք շատ կարևորեցիք այս պահը, մի փոքր խորամուխ լինենք։ Որքան ժամանակ հատկացնել դրան, ինչ հարցեր եք դուք ուղում, ինչ է կատարվում ընդհանրապես խորհրդատվության ժամանակ։ Այդ հոյակապ հարց է, որտեվ այդ փիլիսոփայությունը շատ կարևոր է, այսինքն ինչ ենք մենք մշակույթ էլ ձևավորենք, որ այո, ինչ ենք մենք, ես ոնց եմ իմ փիլիսոփայությունը ինտերվյուների հետեւյալն է, որ ներկայացնել պացիենտներին խնդիրը, մեխանիզմները, կահակիրճ, շատ պարզ մատչելի ձևով, շատ հանգիստ միջավայրում, որտեղ պացիենտը կարող կանգնեցնի ամեն վարքյան, հարցնի, շտկումներ մտցնի,
Ինչ է խնդիրը, ինչ բնական ընթացք ունի խնդիրը եւ եթե ինչ դրսևորումներ ունի խնդիրը եւ եթե մեզ դուր չի գալիս դրսևորումները կամ իր բնական ընթացքը, ոնց կարող դա շտկենք, ինչ ռիսկերով, ինչ սպասվելի կոկոտով։ Բոլոր ճանապարհները, բոլոր ալտերնատիվ ճանապարհները, դրանց ռիսկերը, դրանց սպասվելի կոկոտները, այս ընդհանուր առմամբ, եթե երկու բառով էս, այդ որպես ամփոփում ինտերվյուի, բայց միջև այդ մենք իհարկե գանգատներն ենք լսում, պացիենտի կյանքի պատմությունն ենք լսում, հիվանդության պատմությունը, զարգացումները։ Իսկ այլ հիվանդություններից, այլ ոլորտի մասնագիտացման բժիշկների դաշտերից հարցեր տալիս եք։ Մեր ինտերվյուի պարտադիր մաս է կողմնակի հիվանդությունների բաժինը, այդ պարտադիր է եւ անշուշտ այդ ընթացքում մենք քննում ենք պացիենտի կողմնակի հիվանդությունները, ինչ բուժումներ է ստացել դրա հետ կապված եւ այլն։ Ձեզ մոտ խորհրդատվության գալուց առաջ պետք է արդեն ինչ որ հետազոտություններ արած գալ կամ ինչ որ բան բերել, պատասխաններ նախորդ հետազոտություններից կամ թվերից, ինչ կասեք։ Միշտ ցանկալի է նախորդ պատմությունը ունենալ, ձեռքի տակ, նախորդ բուժումները եւ այլն հետազոտությունները, բայց եթե առաջնակի պացիենտ է, ուրեմն բոլորովին պարտադիր չէ։ Նախընտրելի է գալ խորհրդատվության, որ ընթացքում կպարզվի ինչի կարիք ունի պացիենտը, որտեղ կարող է ուղղակի պարզվել, որ ձեր դաշտից չի կարիք չունի։ Իսկ հաճախ են շփոթում, որ կան, ասեն, չէ, ես հաստատ անոթների կամ սարկերակի խնդիր ունեմ եւ դուք ասեք, դեք չէ, մեր դաշտից չի, մեր կոմպետենցիայի շրջանակում չի ձեր խնդիրը։ Շփոթում են հաճախ։ Հաճախ, այո, լինում է, որովհետեւ միշտ չէ, որ այն սիմպտոմները, որոնք դրսևորում են անոթային խնդիրները, միայն անոթային խնդիրների ժամանակ է լինում։ Շատ հաճախ դրանք կարող են շատ նման լինեն այլ խնդիրների ժամանակ դրսևորվող սիմպտոմներին։ Օրինակ նյարդաբանական, մկանային, գիտեմ։ Հենաշարժողական։ Այո։ Եկեք մի փոքր խորամուխ լինենք վարիկոզի հարցում, դուք ասացիք, որ այն ամենատարածվածն է, բայց ամենավտանգավորը չէ։ Ինչ արտաքին դրսևորում կամ ինչ կանգատ կարող է ունենալ, ինչպես ճանաչել, որ ահա մենք ունենք վարիկոզ եւ ինչ միջամտություններ են պետք, որոնց կարիքը չկա։ Այո, վարիկոզ դա ամենատարածված, ամենաճանաչված անոթային խնդիրն է եւ թերևս ամենահեշտ նկատելի։ Տարբեր դրսևորումներ կարող ունենա, այսինքն մենք եթե բարձ ձևով ասենք, կանանք դասակարգին որպես ներմաշկային վարիկոզ, այսինքն այդ աստիճները անոթային, հա, տարբեր տեսակի փոքր որոնք լավ տեսանելի են։ Այո, որոնք ընդհանրապես խնդիր չեն, նրանք ըստ էության միայն կոսմետիկ խնդիր կարելի է հաշվել եւ ունենք այլ տիպի վարիկոզ երակներ, ենթամաշկային երակների վարիկոզ լայնացումներ, որոնք կարող դրսևորվեն արդեն կյանքի որակը զգալի վատացնող գանգատներով, ինչպիսիք են ծանրության զգացողություն, հոգնածություն, ցավ, քոր, այտուց, այրոց, մկանային կծկումներ, հատկապես գիշերային ժամերին եւ որոշակի օրինաչափություն ունեն, այսինքն դեպի օրվա երկրորդ կես դեպի երեկո ավելի խորանան, օրվա ընթացքում խորանան, շոկ եղանակին խորանան, կանանց մոտ մենստրուացիայի ժամանակ, այո, ավելի խորանան եւ նաեւ չբուժելու դեպքում եւ պրոգրեսիայի ժամանակ հետևանքով կարող նաեւ բերեն որոշակի բարդությունների, Իսկ պարտադիր պրոգրեսիա գրանցվում է, թե կարող է մնալ նույն մակարդակի վրա ձեռք չտալու դեպքում։ Կարող են շատ երկար ժամանակ, շատ անհատական է։ Ունենք պացիենտներ, որ շատ երկար, թեկուզ տասնյակ տարիներ շատ դանդաղ են պրոգրեսիվում եւ ունենք պացիենտներ, որ շատ արագ եւ արդեն երևի վերջին տարվա մեջ երկու որ շատ հազվադեպ է, երկու պացիենտ միջև 18 տարեկան ստիպված են եղել միջամտել, որովհետև ահավոր սիմպտոմներով են եղել, որ
ուրիշ խնդիրներ չունեին, ունեն զուտ վարիկոզ երակներ եւ շատ Իսկ ինչ միջամտություն է դա, սկզբում թերապևտիկ, դեղորայքային, թե միանգամից այլ ինվազիվ միջամտություններ, ինչ ունենք մենք այսօր, ինչ է առաջարկում։ վարիկոզի հետ կապված։ Այո։ Վարիկոզի հետ կապված, երբ ենք միջամտում, միջամտում ենք, երբ որ ունենք ծողունի եւ ճյուղերի ախտահարում, որոնք սիմպտոմային են, այսինքն նշված սիմպտոմներով են դրսևորվում, խանգարում են պացիենտի կյանքի որակը, տեսքի կամ ուրեմն գանգատների հետ կապված։ Այդ ժամանակ երբ որ ասում ենք վարիկոզ երակների բուժում, վիրահատություն, մեծ մասը պատկերացնում է մեծ վիրահատություն, դժվար ռեաբիլիտացիոն շրջանով եւ այլն, բայց իրականում շատ դեպքում դա այդպես չի։ Այսօր մենք ունենք շատ ալտերնատիվ բուժման ձևեր, որ շատ հեշտ կարող ենք շտկել այս խնդիրը առանց մեծ կտրվածքների, փոքր ֆունկցիոն անցքերից, առանց հիվանդանոցում մնալու, այսինքն ամբուլատոր կարգով վիրահատում ենք եւ գալ գնալ, այո, մոտ 1 ժամ հետո կարող են տուն գնալ։ Իսկ այդ վիրահատական շրջանը շատ հեշտ համատաբար շատ հեշտ ռեաբիլիտացիոն։ Այդ իհարկե կարող են շեղվել որոշակի կախված բարդությունից, կախված պացիենտի կողմնակի խնդիրներից եւ այլն, բայց մենք խոսում ենք մեծ մաս դեպքերում, ճնշող մեծամասնության դեպքերում, շատ պացիենտներ վախենում են կամ խուսափում են ողնուղեղային անցկայացումից եւ այս միջամտությունները հնարավոր անել առանց ողնուղեղային անցկայացման, այսինքն տեղային անցկայացումով հաճախ զուգակցելով փոքր սեդացիայով, այսինքն հանգստացնող դեղի ներերակային ներարկումով դիսկոմֆորտ չունենալու համար նույն ցավազրկման ժամանակ ծաղկոցներից։ Բայց ընդհանուր անցկայացումով այսօր չի արվում ժամանակակից մոտեցումը։ Ինչպիսին է։ Որպես կանոն կարիք չենք ունենում ուղղակի, շատ հազվադեպ, եթե պացիենտ օրինակ ունենում է ալերգիա տեղային անցկայացնող միջոցներից եւ այլն, շատ հազվադեպ այլ խնդիրների դեպքում մենք այո կարող ենք անել։ Իսկ եթե միջամտությունն արվեց վարիկոզի դեպքում տարբեր տեսակի, դա վերջնական լուծում է, թե հետո պետք է կրկնել։ Լավ հարցադրում եւ կուզենայի սա ավելի հանրայնացնել այս մոտեցումը։ Մենք պետք է տարբերակենք, կարծում եմ, երկու բան՝ հիվանդության կրկնողություն եւ հիվանդության առաջխաղացում։ Այդ շատ կարեւոր է, որովհետեւ մենք փաստորեն հակվածությունը չենք հանում։ Մենք ուղղակի շտկում ենք դրսևորումները հիվանդության։ Եվ այդ իմաստով իրական կրկնողությունը, երբ որ մենք ունենում ենք խնդիր այն երակներում, որը որ մենք բուժել ենք արդեն, շատ հազվադեպ ենք տեսնում։ Եթե ճիշտ մոտեցում, adekvat տեխնիկայով շտկումներ եւ այլն։ Բայց մենք կարանք մոտ 20% դեպքերում ունենանք հիվանդության առաջխաղացում եւ նոր երակների ախտահարում, որոնք միջամտության ժամանակ եղել են առողջ։ Իսկ հնարավոր չէ կանխատեսել, որ առաջխաղացում է լինելու եւ ինչ որ կանխարգելիչ քայլեր էլ սրա ուղղությամբ անել։ Այո, մենք ունենք որոշ տեխնիկական ձևեր, որ նույն ներանոթային երակների բուժման ժամանակ, որոնք իմիջիալոց պացիենտի համար մնում են կուլիսների հետևում, պացիենտը դա չի զգա, բայց մենք գիտենք, որ կարող ենք այնպես անենք, որ օրինակի համար առաջային ճյուղ կա, որ կարող ենք առանձին աբլյացիանել եւ դրանով կանխարգելել հետագայում նրա ախտահարումը եւ այլն որոշ դեպքերում։ Այո, կան դեպքեր, որ ավելի որակյալ են սարքում իր միջամտությունները դրանով կանխարգելելով իհարկե կրկնողությունները եւ ինքն իրանով մեր միջամտությունները որոշակի կանխարգելում են նորանոթների ախտահարումը։ Բայց 100%-անոց ինչ որ երաշխիք չկա, չեք կարող տալ։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում, որ կարծում եմ շատ պատկերավոր է դարձնում այս հարցը։ Նմանությունը կարիեսի հետ, որ ախտահարում է մեր ատամները, հա, եւ երբ որ մենք չենք բուժում, շատ հաճախ կողքի ատամը շուտ փչանում է։ Երբ որ բուժում ենք, որոշակիորեն կանխարգելում ենք կողքի ատամի բուժումը, բայց այնուհանդերձ եւ կողքի ատամը եւ այդ նույն բուժած ատամը որտեղ ասես կարող է առաջանալ այդ նույն կարիեսը։ Աորտայի անևրիզմային էլ անդրադառնանք, ինչու է սա ամենավտանգավորը եւ արդյոք եթե ամենավտանգավորն է, ապա քիչ է հանդիպում
Okay, այդ շատ է դա իմ ամենասիրած թեմաներից է, ես ուղղակի շատ եմ սիրում աորտայի խնդիրները, ուղղակի որպես մասնագիտական հետաքրքրություն։ Մենք ընդունում ենք դա։ Հենց այդպես է։ Եվ ինքը ավելի շատ հանդիպում է տղամարդկանց մոտ, ծխող տղամարդկանց մոտ, որոնք ընթացիկ ծխող են։ Ժառանգական էլ է այստեղ թե Այո, ժառանգականությունը դեր ունի 10-15% դեպքերում եւ այս կարևոր կետ է, երբ որ մենք ունենում ենք պացիենտ, որը վայնային աորտայի անևրիզմայով, մենք միշտ առաջարկում ենք, որ մոտակա հարազատները եւ զավակները ստուգվեն որոշակի տարիքից հետո, այդ բոլորը քննարկվում է պացիենտի հետ եւ հարազատների հետ։ Ուրեմն դա ավելի շատ տարեցների հիվանդություն է 65 տարեկանից բարձրների մոտ, չնայած որ մենք Հայաստանում միտում ունենք տեսնելու, որ ավելի յետասարների մոտ էլ բավականին հաճախ եւ ինքը դաժան կողմերից մեկը, որ հենց այն խնդիրներից է, որ կարա լրիվ ասիմպտոմ ընթանա բավական տևական ժամանակ, այսինքն ինչ է անևրիզման, դա աորտայի անևրիզմայի մասին ենք խոսում, հա, դա աորտայի լայնացումն է։ Հա, եւ այդ լայնացումը կարա աստիճանաբար լինի եւ կարա ասիմպտոմ դրսևորվի միջև կատաստրոֆը։ Ինչն է խնդիրը? Խնդիրը պատրվելն է եւ պատրվելը դա կյանքին սպառնացող վիճակ է եւ այդ խնդրի ժամանակ մահացությունը անցնում է 80%-ը, որոնց կեսը ուղղակի մահանում են տեղում եւ այն մարդկանց, որոնց հասցնում են հիվանդանոց, մոտարապես կեսն կարող են միայն մահանալ հիվանդանոցում։ Հիմա իհարկե փորձի հետ կապված եւ կլինիկաների եւ ինֆորմացվածության եւ այլն տարբեր պատճառներով ահագին համատաբար լավ արդյունքներ ունենք այն պացիենտների մոտ, որոնք այնուհանդերձ հասնում են հիվանդանոց, բայց այդ կատաստրոֆիկ իրավիճակ է եւ միշտ ավելի լավ է չհասցնել այդ կետին։ Իսկ դրա համար կանխարգելիչ որևէ սկրինինգային հետազոտություն, որը որոշակի հաճախականությամբ պետք է անցնել, թե ոչ, եւ որ տարիքից եւ ինչ։ Խորհրդանք հիմա այո, ընդհանրապես խորհուրդ է տրվում 65 տարեկանից բարձր տղամարդկանց մեկ անգամ գոնե կյանքում անցնել որովայնային աորտայի անևրիզմայի սկրինինգ, որոնք որ ծխում են հիմա կամ երբևիցե ծխել են։ Կամ որոշ այլ խմբերում, որոնք ունեն ժառանգականություն կամ ուրիշ աշխարհի հիվանդությունների հիվանդություններ եւ այլն։ Այս բարձ միջոցառում է, որ հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել, եթե կա խնդիր, այդտեղ կարևոր է որ իմանանք որ միշտ չէ որ մենք հայտնաբերեցինք անևրիզման, դա անմիջապես միջամտական է։ Հա, շատ անևրիզմաներ մենք ուղղակի հսկում ենք եւ այդ շատ կարեւոր է որ փոքր անևրիզմաները, այսինքն համարում ենք 5-5 սանտիմետրից փոքր լայնացումները, մենք ուղղակի հետևում ենք եւ գրագետ վարումը կարա ապահով կյանք ապարգևի։ Միայն հետևել չէ, այսինքն մենք շտկում ենք այն շտկելի ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել անևրիզմայի մեծացմանը։ Դա էլի ծխելը, զակերակային ճնշման կոնտրոլ, կենսակերպի փոփոխություն, ծանրությունների բարձրացման սահմանափակում եւ այլն, այսինքն միջոցառումներ, որ շատ մեկ-մեկ պարզ են, հա։ Բայց կօգնեն ապրել դրանով։ Այո, բավականին ապահով, այո, եւ անպայման նաեւ որ մշակվում է որոշակի պլան հետազոտման, սոնոգրաֆիկ հետազոտման։ Մենք ընդհանրապես հետևում ենք, եթե փոքր անևրիզմա է, հետևում ենք սոնոգրաֆիի միջոցով։ Իսկ հայտնաբերում եւ ախտորոշում եք հենց սոնոգրաֆիայով, թե լրացուցիչ, օրինակ, չգիտեմ, ՀՏ անգիոգրաֆիա կարող է պետք գալ։ Դարձյալ, քանի որ ասիմպտոմ են մոտ 80% դեպքերում այս խնդիրները, ապա մենք որպես կանոն իրենց հայտնաբերում ենք պատահական։ Այլ խնդրի պատճառով կատարված հետազոտությունների ժամանակ, օրինակ սոնոգրաֆիա, որովայնի, օրինակ կատեի ժամանակ կամ MRI-ի ժամանակ, ողնաշարի խնդիրների դեպքում։ Ասում ես դուք գիտեք, որ դուք ունեք նաև այս խնդիրը։ Այո,
կամ ուղղակի զննման ժամանակ մեկ-մեկ հնարավոր է հայտնաբերել անհամեմատ եթե պացիենտը նիհար է եւ Իսկ որ դեպքերում է վիրահատության արդեն ուղղվում։ Վիրահատում ենք, երբ չափը մեծանում է այնքան, որ արդեն Կյանքին վտանգ է սպառնում։ Այո, վիրահատական ռիսկը ավելի քիչ է, քան սպասելու ժամանակ, բնական ընթացքի ժամանակ պատրվելու ռիսկը։ Այդ որպես կանոն 5-5.5 սանտիմետրից մեծ չափի անևիզմաներն են եւ այդ չափից սկսած սկսում է էքսպոնենցիալ ձևով աճել պատրման ռիսկը, կախված տրամագծից։ Միջամտում ենք, երբ որ անևիզմանների պահվածքը, աորտայի պահվածքը վատն է, այսինքն արագ է աճում, հա, մեր հետևելու ժամանակ։ Դա շատ կարևոր է հետևելը, այսինքն կախված չափից մենք մշակում ենք տարբեր հետևելու սխեմաներ, այսինքն 6 ամիսը 1, 3 ամիսը 1 կամ տարին 1 եւ այլն, հա, եւ եթե այդ ընթացքում տեսնում ենք, որ անևիզման աճում է, արդեն ուղարկում եք։ Այո, եթե տարեկան 1 սանտիմետրից ավել, նախկինում կես սանտիմետր ենք նայում, հիմա 1 սանտիմետրից ավել եթե աճում է տարեկան, այդ ցույցում է, որ անկախ չափից մենք միջամտենք։ Միջամտում ենք, եթե սկսում են դրսևորվել, այսինքն սիմպտոմային դառնալ, այդ անևիզմանը ցավ պատճառել, հա, կամ մեկ-մեկ տրոմբեր են առաջանում եւ սկսում են այդ տրոմբերը թռնել եւ ոտքերի ներքի անոթները խցանել, հա, ոտքերին սպառնացող իրավիճակներ ստեղծել։ Հաստորեն ուշ փուլերում են գանգատները արդեն ի հայտ գալիս եւ վիրահատության ցուցում սկսում հանդիսանալ։ Իսկ վերջնական լուծում է սա։ Գոնե այս վիրահատությունը հաթելի։ Այո, այդ ընդհանրապես բնական ընթացքը անևիզմաների, խոշոր անևիզմաների մեր չափյանում շատ մտահոգիչ է, այսինքն բարձր մահացությամբ եւ այլն, բայց բարեբախտաբար շտկման ժամանակ դա հնարավորություն ենք ռադիկալ շտկել խնդիրը, լուծել հարցը շատ ժամանակ մեկընդմիշտ։ Եթե երկու ձևի շտկումներ ունենք, բաց եւ ներանոթային։ Երկուսն էլ արվում են Հայաստանում եւ դուք անում եք երկուսն էլ արվում են Հայաստանում, բավականին հաճախ եւ լավ արդյունավետությամբ, այո։ Շատ ուրախալի է դա եւ ոգևորիչ եւ ուղղակի կան որոշակի տարբերություններ, եթե անում ենք բաց վիրահատություններ, մենք ավելի քիչ հետևելու կարիք ունենք, եթե անում ենք ներանոթային եղանակով միջամտություններ, որոնք ավելի հեշտ են տանելության իմաստով, բայց ավելի լավ հսկողության կարիք ունեն եւ որոշ տոկոս դեպքերում մենք կարիք ենք ունենում կրկնակի միջամտությունների այդ խնդիրների։ Իսկ ինչպես է այդ դեպքում որոշում որն անել եւ ինչու բացը չի առաջատար եւ միակ հորիզոնականում, եթե այն թույլ է տալիս ավելի լավ վերահսկել։ Դե մենք երբ հնարավորություն ենք անելու եւ այն, միշտ ընտրում ենք այն, ինչ որ հարմար է պացիենտի համար։ Այսինքն ընտրության իրավունք կոպիտ ասած ունի նաև պացիենտը։ Պացիենտը ունի իհարկե։ Այս բոլորը քննարկվում է պացիենտի։ Մենք ներկայացնում ենք խնդիրը հետեւյալ կերպով, ունենք շտկման այս եղանակը, այս դրական կողմերով, այս բացական կողմերով եւ մյուսը դարձյալ իր դրական եւ բացական կողմերով։ Շատ հարցեր են քննարկվում, շատ բաներից է կախված ներանոթային թե բաց միջամտությունները։ Ներանոթայինի ժամանակ համենայնդեպս մենք քննարկում ենք պարզ ներանոթային եղանակով շտկումները, պետք է որոշակի պայմաններ լինեն անատոմիորեն հարմար լինի այս եղանակով շտկելու համար եւ օրգանիզմի վիճակը, ուղեկցող այլ հիվանդությունների հարցը եւ այլն այս Այո, այդ բոլորը գործոններից մի քանիսն են, որոնք մենք հաշվի ենք առնում որոշում կայացնելուց։ Դա շատ կոմպլեքս է եւ բավականին երկար քննարկում է գնում պացիենտների եւ հարազատների հետ։ Լավ, այստեղ կանգ առնենք, հասցրինք գրեթե բոլոր կարևոր կետերին անդրադառնալ անոթային վիրաբույժ Էդուարդ Աղյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ես շնորհակալ եմ հարցազրույցի համար, հուսով եմ ելի կհանդիպենք կարևոր թեմայի շուրջ եւ կտեսնենք ձեզ այստեղ։ Տեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։